Գալերի Ռոյալ խանութի բակն այսօր մարդաշատ է, տոնականորեն զարդարված։ Այսօրվանից մեկնարկում է բարեգործական տոնավաճառը։ Այս խանութների ցանցից գնումներ կատարելիս գնորդները հնարավորություն ունեն գումար նվիրաբերել «Նվիրիր կյանք» հայաստանյան հիմնադրամին։ Մեզ մոտ կան բարեգործական քաղցրավենիքներ, որոնց ամբողջովին հասույթը կփոխանցվի «Նվիրիր կյանք» հիմնադրամին եւ յուրաքանչյուր մարդ կարող է իր չափով կատարել օգնություն։ Գալերի Ռոյալ խանութի գլխավոր հյուրն ու գնորդը լինելու է հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանը։ Նրա այցից առաջ էլ այստեղ տոնավաճառին բնորոշ աշխուժություն է տիրում։ Տոնավաճառը կազմակերպվել է մեծարգո առաջին տիկնոջ Հովանու ներքո եւ գիտենք, որ նպատակը, ինչպես նրա կազմակերպած բոլոր միջոցառումները, բարի է, ազնիվ է եւ ծառայելու է հիվանդ երեխաների բուժօգնության կազմակերպմանը։ Շատ ուրախ եմ, որ մեզանում այս ավանդույթը վերականգնվել է, որտեղ ամբողջ աշխարհում մեծ արդեն տարածում ունի բարեգործությունը։ Հանրապետության առաջին տիկինը եւս գնումներ կատարում է, ինչպես նա պատմեց, նվերները թորնիկների համար են։ Նա ներկաներին ու ոչ միայն նրանց հորդորեց գնումներ կատարել հանուն երեխաների եւ դրական գնահատեց խանութի տնօրինության այս նախաձեռնությունը։ Այս տարի մենք պատվիրեցինք Ֆրանսիայից տոնածառի խաղալիքներ, զարդեր, որոնց հասույթից ստացված մի մասը կփոխանցվի օնկոլոգիայով եւ լեյկեմիայով հիվանդ երեխաներին Հայաստանում «Նվիրիր կյանք» հիմնադրամին, որի պատվավոր տնօրենն է Հայաստանի Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանը։ Ես շատ շնորհակալ եմ եւ շատ հպարտ եմ, որ այսօր շատ մարդիկ են եկել ստեղ, որոնք որ մեզ կաջակցեն։ Պարտադիր չէ մեծ ներդրումներ անել եւ սպասելիքներ ունենալ։ Յուրաքանչյուր փոքրիկ ներդրում անգամ հենց մասն է կազմում այն գումարի, որը Նվիրիր կյանք հիմնադրամը կյանք կնվիրի հիվանդ երեխաներին։ Նշենք, որ բարեգործական տոնավաճառը գործելու է մինչև դեկտեմբերի 31-ը եւ տոնավաճառում տեղադրված արկղերը տարեմուտի նախօրեին միայն կուղարկվեն հիմնադրամ։ Թամարա Գուրգենյան, Միլենա Պողոսովա, ժամը լրատվական։